Կալիգուլացի Սամոն իր կուսակցությունում հավաքում է հանրապետականների, միատուշադիր նայեք սիրելի հայրենակիցներ ջան։ Ըստ մի քանի լրատվամիջոցների առաջին համարը Նարեկ Կարապետյանն է, երկրորդը Արամ Վարդևանյանն է, երրորդը Գոհար Մելոյանն է, չորրորդը Դավիթ Ղազինյանն է, Ռուբեն Մխիթարյանն է, 6-ը Արեգա Հովսեփյանն է, 7-րդը Մամիկոն Ասլանյանն է, Եվ մնացյալները սիրելի հայրենակիցներ ջան, պարզից էլ պարզ տեսնում ենք, որ միանշանակ նախկին իշխանության ներկայացուցիչներ են, նախկիններ եւ նախկիններ, ուրիշ ձեռագիր չկա, ոչ մի իրանց ձևով չկա, լրիվ հանրապետական է, ինչի հանրապետական կուսակցությունը զադնի տվեց, որպեսի Կալիգուլան իր գործերը առաջ գցի ու Կալիգուլայի միջոցով հետ գան իշխանության, այսինքն հանրապետականի սխեման ինչն է, որպեսի իշխանության բերեն Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին մոռացեք, ինքը մեկ է իշխանության չի գալու, որովհետև սահմանադրությունով էլ անհնար է ինքը լինի վարչապետ, այսինքն վարչապետ լինելու է միայն ու միայն Ռոբերտ Քոչարյանը, եթե իրանք հաղթեն, բայց դա անհնար է, իրանք քարը պայթի տրաքի 3% հազիվ հավաքեն, որովհետև ճիշտ չի էլի սիրելի հայրենակիցներ ջան, Նիկոլ Փաշինյանը դպրոցները կառուցի, մանկապարտեզները կառուցի, ճանապարհները կառուցի, խաղաղության գործընթացը կառուցի, արտաքին աշխարհում այդքան գործընթացները կատարի, պետություն ստեղծի, էկոնոմիկա կառուցի, թոշակներ բարձրացնի, վերջնական արդյունքում ինչ Կալիգուլան իր թայֆով գա իշխանության, իհարկե ոչ, իհարկե նրանք չեն գա, այլևս 18 թվականից իրանք իշխանություն չունեն։ Սիրելի հայրենակիցներ ջան, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք, կեցե Նիկոլ Փաշինյանը եւ Նիկոլ Վարչապետ։